Հանրապետությունում հունիսի 28-ին տեղի ունեցած միանգամից 3 արտակարգ դեպքերի մասին է այսօր հայտնի դարձել։ Առաջինը Վայոց Ձորի մարզում Ջերմուկ քաղաքի Օլիմպիա առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին։ Տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը աղջկա ինքնազգացողությունը վատացել է առողջարանի համարներից մեկի սենյակի մուտքի մոտ և հարազատների ներկայությամբ նա հանկարծամահ է եղել։ Երկրորդը տեղի է ունեցել Լոռու մարզում։ Գյուղերից մեկից Սպիտակի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է։ Ըստ ստացված տեղեկությունների երեխան գիշերը ջերմել է։ Հայրը առավոտյան տեղափոխել է հիվանդանոց, սակայն բժիշկները տեղում արձանագրել են երեխայի մահը։ Դիակի վրա արտաքին զննության բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նույն օրը Վանաձորում պայմանագրային զինծառայողը մի քանի կրակոց է արձակել։ Այսօր քննչական կոմիտեի խոսնակ Կիմ Ավդալյանը պարզաբանել է, որ զինծառայողը ամայի տարածքում համոզված լինելով, որ մոտակայքում քաղաքացիներ չկան, իրեն պատկանող նախնական տվյալներով օդաճնշիչ ատրճանակով լիցքավորված մանր գնդիկներով մի քանի անգամ կրակել է գետնին։ Այդ ընթացքում նրան է մոտեցել տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանը, ում զինծառայողն ինքնակամ ներկայացրել է ձեռքին եղած ատրճանակը եւ հայտնել, որ այն պատկանում է իրեն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննչական կոմիտեի խոսնակը հայտնել է նաև, որ մամուլում որպես դեպքի վայր ներկայացվում են լուսանկարներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Ավելի վաղ Շամշյան Կետքոմը հայտնել էր Վանաձորում հնչած կրակոցների մասին եւ նշել, որ կրակողը պայմանագրային զինծառայող է։ Ադրբեջանի իր իսկ սանձազերծած Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմների ընթացքում անհետ կորած է համարվում 4010 ադրբեջանցի։ Այս մասին խոստովանել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը։ Նրանցից 4004-ը անհետ կորել են Արցախյան առաջին, իսկ 6-ը 44-օրյա պատերազմների ժամանակ։ 4010-ից 3228-ը զինվորականներ են։ Այս թվերը ներկայացնելով Բաքուն հանդես է եկել Հայաստանի հետ համագործակցության առաջարկով։ Ինչ է այն իրենից ներկայացնում։ Առանց իրենց անձնական տվյալները, անուն, ազգանուն, տեղանուն ներկայացնելու Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիները մուտք են գործում համակարգ, որը դեռ նախագծման փուլում է, եւ ներկայացնում են տեղեկություն անհետ կորած անձանց վերաբերյալ, ինչպես նաեւ տարածաշրջանում գտնվող զանգվածային հողարկավորության վայրերի վերաբերյալ։ Սա ասելով նրանք նկատի ունեն այն հատվածները, որտեղ մարդիկ ուղակի հողին են հանձնել իրենց հարազատներին կամ գուցե անծանոթ մարդկանց։ Արցախի հայաթափման ընթացքում եղել են դեպքեր, երբ մարդիկ իրենց հայրենակիցներին հողին են հանձնել տարբեր վայրերում, գերեզմանատներում տեղ չլինելու պատճառով։ Ադրբեջանցիների կարծիքով նրանց շարքերում կարող են լինել նաև իրենց քաղաքացիները, որոնք մինչ օրս համարվում են անհետ կորած։ Տրամադրված տեղեկությունն օգտագործվելու է բացառապես մարդասիրական նպատակներով, իսկ այն տրամադրած անձը որևէ պարագայում պատասխանատվության չի ենթարկվի, նշել է ադրբեջանցի պաշտոնյան։ Սահմանադրական դատարանը 5-րդ օրն է շարունակում է ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը։ Այսօր դատական նիստը կընթանա դռնփակ։ Ուսումնասիրելու են գաղտնի փաստաթղթեր, դրանք ուսումնասիրելու համար այս դատավարությունում մեկ փուլ է փակ դռների հետևում։ Միայն դատավարության մասնակիցներն են մասնակցելու եւ դատավորները, լրագրողների հետ զրույցում ասել է բարձր դատարանի նախագահ Արման Դիլանյանը։ Դիմումների վերաբերյալ որոշումները Սահմանադրական դատարանը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է ներկայացնի։ Դա օրենքով նախատեսված ժամկետ է դիմումների ստանալուց հետո։ Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն բարձր դատարանը կամ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը այդ արդյունքների վերաբերյալ, կամ անվավեր ճանաչելով այն 3 հիմնական որոշում կայացնի՝ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները, անվավեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման կարգ, նշանակել ընտրության երկրորդ փուլ։ Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Թամազաշվիլին երկկողմ հանդիպում կունենա Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։ Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում վրաստանցի պաշտոնյան նախատեսում է նաև հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին։ Signing this deal up was a challenge in and of itself. ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները այսօր Դոհայում կհանդիպեն Կատարի վարչապետի հետ եւ կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի մանրամասները, հայտնել է Axios գործակալությունը։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ իրանական պատվիրակությունը մոտ ժամանակներս կուղևորվի Կատար Իրան-ամերիկյան հուշագրի իրականացման հարցերով խորհրդակցությունների համար, սակայն ԱՄՆ ներկայացուցիչների հետ ոչ մի հանդիպում կամ բանակցություն նախատեսված չէ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դոհայում Իրանի պատվիրակության հետ հանդիպումը կարող է լինել կարևոր կամ ոչ այնքան։ Թրամփը շեշտել է, որ իրենց նպատակը պարզ է՝ Իրանի ապամիջուկայնացումը եւ թույլ չեն տալու, որ Թեհրանը միջուկային զենք ունենա։ Նա նաեւ նշել է, որ ռազմական ճակատում իրեն գրեթե հասել են հաղթանակի։ Թուրքիայի արևմտյան մասում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ուժեղ քամիների պատճառով այն արագ տարածվել է անտառապատ տարածքներում եւ մոտեցել Իզմիրի բնակելի թաղամասերին։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով։ Հրդեհի մարման համար գործի են դրվել 7 ինքնաթիռ, 8 ուղաթիռ, 35 հրշեջ մեքենա, 4 բուլդոզեր եւ բազմաթիվ հրշեջ փրկարարական խմբեր։ Ֆրանսիան եւ Իտալիան դիմել են ԱՄՆ-ին ու Իսրայելին կոչ անելով միանալ Լիբանանի հետ նոր համաձայնագրի իրագործմանը, հայտնել են իսրայելական պարբերականները։ Առաջարկը հիմնականում վերաբերում է համաձայնագրում ներառված մի փորձնական ծրագրի, ըստ որի լիբանանյան բանակը պետք է պատասխանատվություն ստանձնի Հեզբոլլահի 2 դաշտային բջիջների վերացման եւ տարածքի վերահսկողության համար։ Քանի որ անցյալի փորձի հիման վրա լրջորեն կասկածվում է լիբանանյան զինուժի այս առաքելությունը ինքնուրույն կատարելու կարողությունը, Ֆրանսիան, Իտալիան եւ ՄԱԿ-ը պատրաստակամություն են հայտնել տեղում աջակցել բանակին այդ խնդիրը իրագործելու համար։ Внимательно выслушали представителей гражданского общества. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան իրենց համերաշխությունն են հայտնել Պաղեստինին, խորը մտահոգություն հայտնելով Հորդանան գետի արևմտյան ափի մոտ 3400 տուն կառուցելու իսրայելական ծրագրերի առնչությամբ։ ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիադ Մանսուրը հայտարարել է, որ այս նախագիծը մահապատիժ է պաղեստինյան պետականության համար, քանի որ այն արևմտյան ափը հիմնականում կտրում է արևելյան Երուսաղեմից։ Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները քննադատել են իսրայելական բնակավայրերի ապօրինի ընդլայնումը, որը խախտում է Օսլոյի համաձայնագրերը։ Անվտանգության խորհրդի եվրոպական 5 անդամներն էլ զգուշացրել են ընկերություններին չմասնակցել իսրայելական այդ բնակավայրերի շինարարական պայմանագրերի մրցույթներին։ 6 ամսական երեխա է մահացել Մոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօթաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով։ Ուկրաինական դրոնն ընկել է մասնավոր տան վրա, հրդեհ է բռնկվել։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել 2 մեծահասակի եւ 2 երեխայի։ Ցավոք 6 ամսական երեխան մահացել է հիվանդանոցի ճանապարհին, հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վարաբիովը։ Ընդհանուր առմամբ հակաօդային պաշտպանությունը Մոսկվայի մարզում հետ է մղել ուկրաինական 60 անօթաչու թռչող սարքերի հարձակումները։ Գերմանիայի շտադե քաղաքի կանանց եւ երեխաների աջակցության կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել։ Ոստիկանությունը դեպքի վայրից փախուստի դիմաց 45-ամյա կասկածյալին ձերբակալել է։ Նախնական տվյալով ողբերգության պատճառը եղել է երեխայի խնամակալության շուրջ վեճը։ Տղամարդը հաստատություն էր եկել իր 3 ամսական դստեր հարցով հանդիպման։ Իրավապահները հայտնել են, որ երեխան ու մայրը հաստատված զոհերի թվում չեն եւ հանրության համար այլևս վտանգ չկա։ Մոնակոյի կենտրոնական հատվածի բնակելի շենքերից մեկի մուտքի մոտ հունիսի 29-ի երեկոյան պայթյուն է տեղի ունեցել։ 3 մարդ հետ ուժել, նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Մոտակա տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես է մի տղամարդ պայթյունից քիչ առաջ բնակելի շենքի մուտքի մոտ պայուսակ թողնում։ Տեղական մամուլը գրել է, որ վիրավորներն ըստ ամենայնի ուկրաինացի ընտանիքի անդամներ են, 2 մեծահասակ եւ 13-ամյա դեռահաս։ Ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ էլ հղում անելով իրենց աղբյուրներին հայտնել են, որ տուժածներից մեկը կարող է լինել Մոնակոյում բնակվող ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևը։ Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։ Իշխանությունները դեպքը որակել են որպես կանխամտածված գործողություն։ Ֆրանսիայի արտակարգ իրավիճակների ծառայությունից մեկնել են դեպքի վայր լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու։ Ոստիկանական համատեղ գործողություն է իրականացվում կասկածյալին հայտնաբերելու համար։